Ես, հա Նախ էլի հարգելի լրատվամիջոցներ, ձեզանից շատ շնորհակալ եմ, որովհետև իսկապես շատ ու շատ հարցեր մենք նաև ձեր միջոցով ենք կարողանում լուծել։ Ասեմ, որ անցած 5-շաբթի օրը, երբ դուք նորից այստեղ լուսաբանեցիք երկու զոհված զինվորների մոր այդ դատավարական գործը, մեծ առաջընթաց կա եւ ես կարծում եմ առաջիկայում այդ հարցը իր լուծումը կգտնի։ Տիկին Ալան բոլորից շնորհակալ էր եւ խնդրել է փոխանցեմ նաև ձեզ։ Համահայկական ճակատշարժման համար հումանիտար հարցերը, ինչպես նաև դուք, եթե այստեղ եք, նաև ձեզ համար շատ կարևոր են, որովհետև որևէ երկրում, եթե հումանիտար հարցերը չեն լուծվում, այդ երկրում մենք չենք կարող լինել անվտանգ, պաշտպանվածությունը մեր մեծ չի կարող լինել, մենք կարող ենք սոցիալական խնդիրներին դիմադրել, բայց հումանիտար խնդիրները մարդկանց հոգեպես են մաշում։ Հիմա այստեղ տեսեք, այս ծնողները, հարազատները, այն մարդիկ են, ովքեր մինչև վերջին օրը մնացին Արցախում, իրենց զավակները, ամուսինները, հայրերը, եղբայրները, մինչև վերջին օրը կռիվ տվեցին ադրբեջանական ասկյարի դեմ եւ ունեցան զոհեր, իրենք հենց այդ զոհերի հարազատներն են, բոլորս շատ լավ կհիշենք այն կադրերը, որտեղ մարդիկ այդ հողը փորում էին, այսպես իրենց հարազատներին հուղարկավորեցին եւ դուրս եկան Արցախից, այն համոզմունքով, որ շուտով իրենք նորից կվերադառնան Արցախ։ Բայց ինչպես տեսնում ենք, Արցախի վերադարձը ձգձգվում է, ավելին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի վերադարձը պիտի այս մարդիկ մոռանան։ Իհարկե ես չեմ կարծում, որ դուք պիտի մոռանաք Արցախ վերադառնալու ձեր այդ կարևոր խնդիրը քայլը, բայց քանի որ ադրբեջանցիները բազմաթիվ տեսանյութեր են հրապարակել, թե ինչպես են պղծում հայ զինվորի, հայ մարդու շիրիմը, այդ թվում եւ ձեր այս մարդկանց հարազատների շիրիմները, ուստի իրենք Արցախից վերադառնալուց հետո դիմել են այս շենքում նստածին եւ ասել են, որ պետք է արտաշիրիմում արվի, այսինքն Արցախից մի քանի անգամ արտաշիրիմում պետք է արվի, բերվի այստեղ, որպեսզի իրենք կարողանան խնկարկեն, պատշաճ իրենց հարազատների շիրիմներին կարողանան այցելել։ Այնտեղ ոչ շիրմաքար կա, ոչ կահավորված են այդ գերեզմաները, պարզապես ադրբեջանցիների ոտքի տակ են այդ գերեզմաները։ Եվ որևէ արձագանք, որևէ պատասխան չի եղել, ասեմ ավելին, Տիկին Բելան ինձ ուղարկել է մի նամակ, որ ուղարկել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, Արարատ Միրզոյանը փոխարենը ինքը գոնե մեկ մարդու ընդունի պատասխանի, Արարատ Միրզոյանի լրատվական բաժինը պատասխանել է Տիկին Բելային, լրատվական բաժինը եւ երկու տողանոց նամակ, որտեղ ասվել է, որ մենք միշտ բարձրաձայնում ենք, դե կներեք էլի, որ դուք միշտ բարձրաձայնում եք, պապս էլ է դա բարձրաձայնում, հետո չէ որ այդ խոշոր գումարները տանում եք Ադրբեջանի հետ, առևտուր եք սկսել, Ադրբեջանի հետ նավթ, բենզին, վաղը գազարու լոլիկ կբերեք, վարունգ կբերեք, բայց մարդկանց հարցերը երբեք լուծելու։ Սա էլ հո անհետ կորածների հարցը չի։ Անհետ կորածների հարցում ասում են սա է զբաղվում, նա է զբաղվում, հետո չբարձրաձայնեք ծնողներին, ասում են ձեր երեխաներին այնտեղ չխոշտանգեն, տեղը գիտեք, որոնողական աշխատանքներ անգամ պետք չեն։ Եթե կարող եք բերել բենզին, ինչու չեք բերում այս մարդկանց հարազատների շիրիմները, բերեք տեղափոխեն մարմինները այստեղ աջուներ այստեղ, որպեսզի այս մարդիկ կարողանան գոնե խնկարկեն, գոնե խնկարկելու տեղ ունենան։ Հումանիտար խնդիրները, եթե որևէ երկրում չեն կարողանում լուծել, ուրեմն տվյալ իշխանությունը բանի պիտու չի։ Պետք է հեռանա, այո, ուրեմն տվյալ իշխանությունը պետք է, որովհետև հումանիտար խնդիրներով, ես խոսում եմ Բորիսի հետ, այս մայրերի հետ, մաշվում են, այս մարդիկ ամեն օր մաշվում են, որովհետև եթե Սփյուռքից մեկը գալիս է, մենք շատ լավ տեսնում ենք, առաջինը գերեզման է այցելում։ Չենք ապրում, մեր կյանքը կանգ է։ Չեք ապրում։ Հիմա
ծնողները կներկայացնեն եւ ես կընթերցեմ այն նամակը, որը համաձայնեցված է ծնողների հետ, կհանձնենք Նիկոլ Փաշինյանի շենք եւ Նիկոլ Փաշինյանին ասում ենք, որ եթե մենք ասում ենք հրատապ պետք է ընդունեք այս ծնողներին, մեր հրատապը 2-3 օր է։ Եթե այդ 2-3 օրը չեք ընդունելու, ապա մենք մեր հաջորդ քայլը կհասկանանք ինչ ենք անելու։ Նամակ ենք այստեղից ստանելու նաեւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, քո լրատվականը չի կարող այս ծնողների հետ շփվել։ Քո լրատվականը առնվազն կարող է այս մարդկանց հետ շփվել։ Քո լրատվականը այս ծնողների խնդրից շատ հեռու է։ Եվ եւս մեկ նամակ ուղարկել եմ 3 երեկոյան Կարմիր խաչի Ժնևի գրասենյակ եւ մեկ նամակ այսպես ծնողների հետ տանելու ենք Ֆրանսիայի դեսպանատուն։ Ինչու Ֆրանսիայի դեսպանատուն, որովհետեւ Արցախի հանձնումը տեղի է ունեցել Եվրամիության եւ Մակրոնի քավորությամբ։ Եվ եթե Մակրոնը հայտարարում էր, որ այդ ստորագրելուց հետո բոլոր արցախցիների բոլոր հումանիտար խնդիրները պետք է լուծվեն, ուրեմն մենք պահանջելու ենք Մակրոն, դու քո հայտարարությունից գործի անցնես, եթե ոչ, դու այս մարդկանց չես կարող խաբել, գնա ու քո ժողովրդին խաբի։ Չենք կարող թույլ տալ, որ բոլոր հումանիտար հարցերում գան այսպես մարդկանց խաբեն ու թողնեն գնան։ Հիմա խոսքը կփոխանցեմ ծնողներին, որից հետո կընթերցեմ նամակը, տվեք ինձ այդ նամակի ստորագրությունը ում այս մասում։ Ահա, բոլոր ծնողները ստորագրել են նամակի տակ։ Խոսքը ներողություն, քանից Ստորագրությունները, այսինքն նկատի ունեք 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18, 20, 22, 23, 24, 25, 26, 27, 29, մոտ 33 ծնող է ստորագրել այս բանի։ Հարգելի պատճառով մնացած ծնողները չեն եկել, մի մասը հիվանդանոցում պարկած է, մի մասը շատ հեռու է։